Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, եթերում միասնության հարթակն է։ Մեզ մոտ ամեն օրը նոր իշխանության խեղկատակների, ուրեմն ինչ-որ լուրերով են սկսվում։ Երեկ հայտնի դարձավ, որ ամբողջ ընդդիմադիր դաշտի վրա սկսել են ռեպրեսիվ մեթոդներով ուրեմն գործողություններ իրականացնել այս խեղկատակները եւ նաեւ հայոց համազգային միասնություն կուսակցության անդամների տներ էին մտել, խոզարկություններ էին իրականացնում, օրինական իրեր են արգրավում եւ այլն եւ այսպես շարունակ։ Սա արդեն իսկ զարմանալի չէ, որովհետեւ մենք երկար ժամանակ է ինչ տեսնում ենք, որ գործող վարչախմբի պարագլուխը կարծես կորցրել է իրեն եւ ինչ-որ նոպաների մեջ ընկած, եթե կարելի է այսպես ձևակերպեմ, հարձակվել է ուղղակիորեն ժողովրդի վրա, այն մարդկանց վրա, ովքեր դժգոհ են իր վարած քաղաքականությունից, եւ այսպես երեք կալանավորվեց գիշեր ուշ ժամի, կալանավորվեց Բագրատ Սրբազանը իր հետ միասին 14 հոգի, 15 հոգի, կալանքի ուրեմն տարան այս հանցավոր խմբակը իրենց հատուկ բնորոշ մեթոդներով դա լուսաբանեցին իրենց այդ կուսակցություն կոչվող քաղաքացիական պայմանագիր կոչվող այդ խմբակի անդամները լծվեցին քարոզարշավի, թե իբր ինչ-որ հեղաշրջում են կանխել, չգիտեմ ինչ են արել, այս առումով մեզ մոտ հարց է առաջանում եւ այս հարցը ես ուզում եմ մենք հանրության հետ քննարկենք, ըստ քննչական կոմիտեի տարածած տեսագրությունների, լուսանկարների մի փաստաթուղթի հայտ եկավ, որը նախապես էին արդեն գցել իրենց ալիքներից մեկով, այդ Civic-ով, որը որ հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցության տարածքում է գտնվում, այդ իբր լրատվամիջոցը, եւ այդ լուսանկարում երևում էր փաստաթուղթ, թե իբր ինչպես են հեղաշրջում իրականացնելու, եւ այդ փաստաթղթի մեջ հետաքրքիր էր, որ վերևիտողը փակված էր, բայց արդեն իսկ օրվա երկրորդ կեսին փաստաթղթի ամբողջական այդ առանց փակված մասի թուղթը համացանցում տարածվեց, որտեղ երևում էր, որ 24 թվականի հունիսի մասին էր խոսքը։ Այսինքն իմ հարցը այստեղ շատ ուղիղ իրավապահներին է վերաբերվում, քննչական կոմիտեին, ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանության, մի խոսքով ովքեր որ ներգրաված են այս process-ների մեջ։ Հարգելի իրավապահներ, եթե դուք իրապես հեղաշրջման փորձ եք կանխել, եթե դուք իրապես պետությանը ծառայություն եք մատուցում, ինչպես երեք խոսում էին շատերը այդ իշխանական պարագլխի ենթականերից ասում էին, որ սա պետականության կորստի եւ այլն են ամենագեղեցիկ բառերով փորձում էին իրենց գործողությունը ձևակերպել, եթե դու իրոք դուք դա եք անում, բա այդ ոնց եղավ, որ ուղիղ 1 տարուց ավելի դուք այդ փաստորեն ունեցել եք այդ ձայնագրություններ, այդ փաստաթղթերը, տեսել եք, լուսանկարանում եք արել, ձայնագրություն եք արել, ինչ եք արել, բա 24 թվին, երբ որ դուք տեսաք, որ հեղաշրջման պլան կա գծված, բա ինչի՞ այդ ժամանակ չկանխեցիք, այսինքն դուք ինչ գիտեիք ոնց է իրադարձությունները զարգանալու, եթե հենց ձեր լուսանկարահանած այդ թղթի վրա գրված էր, որ հունիսի 20 քանիսին պետքա այս process-ները սկսվեն իրականացվել, այսինքն դուք թողել եք հեղաշրջման process սկսվի, բայց այդ process-ը փաստացի չի էլ իրականացվել, այսինքն Սրբազան պայքարի անդամները ըստ էության 1 տարի անց դեռևս ըստ ձեզ նաև հələ նոր նախապատրաստում էին, բայց այդ ինչ շոու եք անում, բայց այդ ինչ պետականությունից եք խոսում, բայց այդ ինչ հեղաշրջումից եք խոսում, եթե դուք մի տարի այդ ձայնագրությունները վերցրել պահել եք ձեզ մոտ ու հրապարակում եք դա արդեն այն ժամանակահատվածում, երբ որ արդեն գնում է արդեն նախընտրական շրջանա մեկնարկում, երբ որ տեսնում եք, որ այս մարդու ռեյտինգը հատակին ընկած է ուղղակի եւ չգիտեմ, ասենք ամեն երկրորդ, երրորդ քաղաքացին ամենավերջին բառերով է խոսում գործող իշխանության մասին, այդ ժամանակ եք հասկացել, որ հեղաշրջում է լինելու, թե ուղղակիորեն հրաման եք կատարում, որպեսզի PR-ը ապահովեք եւ այդ PR-ի շնորհիվ փորձեք ինչ որ
մի 2%-ով բարձրացնեք սրանց ուրեմն այդ ռեյտինգը, հա։ Սրանից արդեն իսկ պարզա, որ ձեր գործողությունները, այսինքն այս հեղաշրջման իբր փորձի կանխարգելում եք ասում, ինչ եք ասում, սա ուղղակիորեն շոու է, որին մենք սովոր ենք արդեն 7 տարի է, 7 տարի շոուները գնում է, էլ տուշոն կա, էլ չգիտեմ սրատուն են մտնում, էլ նրան են բերման ենթարկում մի ժամ հետո մեկ էլ տեսնում ես այդ մարդը քաղաքի կենտրոնում սրճանում նստած է, այսինքն մեր ժողովուրդը ձեզ չի ատում, տոտալ անվստահություն կա ձեր գործողությունների նկատմամբ եւ դուք պետքա արդեն այս պարագլխին եմ ասում, դուք պետքա հասկանաք, որ դուք այնքան վարկաբեկված եք, որ անգամ նման հայտարարություններ, ասենք պետություն հեղաշրջում, պետականություն ժողովրդի կողմից ուղղակի ծիծաղ առաջացնում եւ դա երևում է մեկնաբանություններից, սոցիալական ցանցերում քննարկումներից, այդ լուսանկարները, որտեղ ասենք իրավապահը բաց ձեռքով ասենք զենքին է կպնում, այդ ինչ իրեղենապացույց, այդտենց բան, ասենք չգիտեմ, այն 8-րդ դասարանի երեխան անգամ գիտի, որ եթե ինչ որ իրեղենապացույց են վերցնում, գոնե ինչ որ ձեռնոցով են վերցնում, որ մատնա չին։ Հիմա ասենք կամ չգիտեմ, գնում եք ասենք տուփի մեջ 2 հատ տորտի վրայի բան եք, հրավառություն եք նկարում, երևում է տակնել երեխեքի խաղալիքները, նոր տարվա զարդարանքները, գիրլանդաները եւ ինչ, այս ուրեմն սրանով դուք ցույց եք տալիս, թե իբր սա ինչ որ միջոց էր հեղաշրջման, լուրջ եք ասում, դուք դա ու դուք կարծում եք, որ մեր հասարակությունը, մեր հանրությունը դա ընդունելու է, բնականաբար հասկանալի է, որ սա հերթական ձեր շոուն է, բայց այս շոուն ունի շատ հստակ պատվիրատու, մենք ես ուզում եմ մեր հայրենակիցների հետ գնանք մի փոքր ժամանակաշրջանով հետ եւ հիշենք, թե ինչ էին անում Թուրքիայում օրինակ ընդդիմադիր գործիչների հետ, այսինքն այն ինչը որ երեք մենք տեսնում էինք Երևանում տարբեր մարդկանց տներում եւ մարզերում այդ խուզարկությունները, այդ ձերբակալությունները սա Էրդողանի ամենասիրած մեթոդն է պայքարի ընդդիմության դեմ։ Մենք սա տեսել ենք երբ որ Թուրքիայում էին փորձում հեղափոխություն իրականացնեին եւ առհասարակ բոլորս գիտենք, որ Թուրքիայում ընդդիմադիրների հետ վարվում են մոտավորապես այնպես, ինչպես որ հիմա վարվում են Հայաստանում եւ ուրեմն եթե մենք դիտենք ուրեմն քրոնոլոգիան, հա, որ վերջերս սա գնացել էր Էրդողանի մոտ եւ գալուն պես գնալուց առաջ միած Սամվել Կարապետյանին կալանավորել, հետո գալուց հետո Բագրատ Սրբազանին, երիտասարդ տարբեր ակտիվիստների, քաղաքական առումով ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդկանց, կուսակցության անդամների նկատմամբ տարբեր նաեւ Հայոց համազգային միասնություն կուսակցության անդամների նկատմամբ տարբեր ռեպրեսիաներ իրականացնելու փորձերը, սա ուղղակի ցույց է նրա, որ դուք պետք է իրականացնեք Թուրքիայի նախագահի ուրեմն քմահաճույքները, այսա է անում հիմա Հայաստանում գործող վարչախմբի պարագլուխը, հաճոյացնում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ եթե մենք մի փոքր էլ ուսումնասիրենք, կտեսնենք, որ այն խոսույթը, որով որ հիմա խոսում է այս իշխանությունը, ադրբեջանական խոսույթն է, թուրքական եւ ադրբեջանական խոսույթն է, բոլորիս համար հայտնի է, որ ուրեմն Իլհամ Ալիևը շատ հաճախ շեշտադրումներ էր անում, որ Հայաստանում գործում են ռևանշիստական ընդդիմադիր ուժեր, ուրեմն ռևանշիստներ, Արցախն են ուզում հետ բերեն, Ղարաբաղն են ուզում գրավեն, այս խոսույթը Ալիևի խոսույթն է, որը երկար ժամանակ է ինչ տեղի է ունենում, այսինքն ինչ Սրբազան պայքարը մեկնարկել էր, մի քիչ էլ դրանից առաջ, այս խոսույթը Ալիևի մոտ ամենօրյա ռեժիմով, գրեթե ամենօրյա չէ, ամեն անգամ երբ ինքը խոսում էր Հայաստանից Լեռնային Ղարաբաղից եւ այս խնդիրներից ամեն անգամ ինքը սա շեշտադրում էր, որ Հայաստանում կան ընդդիմադիր ռևանշիստներ, որոնց պետք է սաստել եւ այլն, եւ հիմա իրականացվում է Ալիևի եւ Էրդողանի պատվերը ըստ էության ռևանշիստների իրենց ձևակերպմամբ ռևանշիստների, իսկ իրականում հայրենասեր մարդկանց ընդդիմադիր ուժերի նկատմամբ իրականացվում է թուրք-ադրբեջանական պատվերով ուրեմն այս ռեպրեսիաները զուգահեռաբար Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն են դատում, այստեղ դատում են, այնտեղ մի բարերարի են դատում, այստեղ մյուս բարերարին են դատում, այնտեղից Փաշազադեն հայտարարում է, որ հայ առաքելական եկեղեցին խնդիր է, այստեղ
հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սկսվում է լկտի արշավը իշխանությունների կողմից ամեն առավոտ մի նոր ստոր մեկնաբանություններով գրառումներ է անում է խեղկատակը, սա ուղղակիորեն սպասարկումն է ադրբեջանա-թուրքական այս եղբայրական տանդեմի, հա, ինքն էլ ուզում է դառնա երևի փոքր եղբայրը, բայց չգիտեմ, ինչքանով է հաջողվել ընտանիք մտնել իրենց, բայց այն որ ինքը դա փորձում է, ինքը դա ամեն կերպ փորձում է անել, դա ակնհայտ է։ Ուրեմն այս ֆոնին, երբ սա կալանավորումներ է իրականացնում, ձերբակալումներ, ռեպրեսիաներ, ճնշումներ տարատեսակ փորձում է իրականացնել, մի հետաքրքիր իրադարձություն է տեղի ունենում տարածաշրջանում եւ Թուրքիա այցելության մանրամասները բնականաբար դեռ հայտնի չեն, վստահաբար մենք դա առաջիկայում կտեսնենք, բայց մի գործընթաց հստակ մեկնարկել է։ Դուք գիտեք, որ իսլամական պետությունների համագումար համաժողով գոյություն ունի, որը Նիկոլ Փաշինյանի այցի գրեթե զուգահեռ հայտարարություն է արել, որ սատարում է արևմտյան Ադրբեջան վերադառնալու գործընթացը 300,000 ադրբեջանցիների, դուք գիտեք, որ սա Ալիևի պահանջներից մեկն է Հայաստանից, ուրեմն այս հայտարարությանը այս իսլամական պետությունների հայտարարությանը պատասխանում է արտաքին գործերի նախարարը խիստ մտահոգություն է հայտնում եւ այլն եւ ինչ շատ էին հարցնում եւ իհարկե դա եթե չես ճանաչում սրանց իհարկե զարմանալի է, հա, ինչպես է լինում որ սրանց պարագլուխը գնում է Թուրքիա եւ ամեն ինչ լավ է, մեկ էլ գալիս են եւ ԱԳՆ-ն սկսում է ինչ որ քննադատել իսլամական պետություններին։ Սա ուզում եմ մենք մի հատ լրիվ ամբողջությամբ հասկանանք։ Ուրեմն ինչա տեղի ունեցել։ Այդ երկրները հայտարարել են, որ 300,000 ադրբեջանցիներ պետք է վերադառնան արևմտյան Ադրբեջան, այսինքն ըստ իրենց խոսույթի Հայաստան, եւ այստեղից ԱԳՆ-ն ասում է, որ մեր համար դա անընդունելի է այդ խոսույթը, արևմտյան Ադրբեջան չկա եւ այլն եւ այլն։ Հարգելի հայրենակիցներ, ուրեմն պարագլուխը գործող վարչախմբի ունի մի հետաքրքիր մոտեցում, որը անընդհատ կիրառում է եւ փորձարկում է հայ ժողովրդի վրա։ Սկզբից նա ամբողջությամբ սկսում է մերժել որևէ առաջարկ, որն իրեն արվում է, հա, կամ որևէ պահանջ, որն իրեն ներկայացվում է, օրինակ ասում էին Շուշին պետք է Ադրբեջանին վերադարձնես, ինքը ասում էր մենք պայքարում ենք Շուշի համար, հետո ասում էր դե չկարողացանք պայքարենք, ժողովուրդ ջան, դա կորցրեցինք, հետո առհասարակ ինքը որոշեց, որ դա երբեք Հայաստան էլ չի եղել, երբեք Հայաստանինն էլ չի եղել, Արցախ էլ չի եղել, եւ այլն եւ այսպես շարունակ։ Հետո իրեն ասում են պետք է միջանցք տաս, ասում է միջանցք գոյություն չունի, ինչ միջանցք, մեր սուվերենությունը, մեր էսը, մեր այնը, մենք միայն մեր բանի հսկողության ներքո, հետո այդ հսկողության ներքոն դառնում է, որ դե լավ, դե թող գան անցնեն, դե բանը, մենք էլ չգիտեմ այն օր ասում եմ, մայրուղուն կանգնած ենք, անընդհատ մեքենայի տակ ենք կնկնում, դե պետքա համագործակցենք, դե հիմա թուրանա, ոչինչ թուրանա, հիմա ինչ անենք, թող գան անցնեն գնան, այսինքն կամաց այս խոսույթը մեղմացնում է, իրեն դուրս է դնում պատասխանատվության դաշտից, ինչն իր ամենամեծ այդ բանն է, հա, ֆետիշն է, այս պարագլխի իրեն բոլոր պատասխանատվություններից դուրս դնել, ասել, որ ես պատասխանատու եմ ու որևէ կերպ պատասխանատու չլինել որևէ բանի համար, անընդհատ ասել, դե կարող է ես եմ պատասխանատուն, բայց այդ պատասխանատվությունը որևէ կերպ չի արձանագրվում, այսինքն ոչ մի բան տեղի չի ունենում, հա, դե ես եմ, վերջ անցանք գնացինք։ Հիմա սա նույն գործելավոճն է, արտաքին գերատեսչության այս հայտարարությունը խոսում է նրա մասին, որ այս մերժողականությունը ուղղակիորեն իրեն սատարող մարդկանց համար ինչ որ տենց փափուկ բարձ է գլխների տակ, թե գիտեք, հարգելի հայրենակիցներ, տեսեք, մենք մեր շահերի համար ենք պայքարում իբր թե, վաղը ասելու է, դե հիմա լավ, հիմա արևմտյան Ադրբեջան չէ, բայց Հայաստան է, որտեղ ադրբեջանցիներն ապրել, սենց է մոտեցումը լինելու, դե հիմա թող գան, դե ինչ ա եղել, հիմա թող գան ապրեն, հետո ասելու է դե հիմա դե մի գյուղում չեն տեղավորվի, ասենք 300,000-ը, դե մի 70 գյուղ
պետք է տանք, դե հիմա ոչինչ, թող իրենք ապրեն, դե հա հիմա այդքան մարդ է եկել, դե հիմա պարզա, որ իրենց իրավապահներն է պետքա գան, դե այդքան ադրբեջանցի կա ստեղ, լարվածություն կա, ժողովուրդ ջան, ոչինչ, թող մի հատ էլ Թուրքիայից իրավապահներ գան, դե որ իրավապահները գան, այդ իրավապահներին էլ բանակ պետք կլինի, դե որ բանակն էլ պետք լինի արդեն ոնց որ դե մեր բանակը տեղ ինչ անում, բերեք մերը հանենք, ու այս հենց տանելու են մինչև վերջ, հարգելի հայրենակիցներ։ Եվ դուք համոզվել եք, որ եթե ժամանակին սա ասենք, սա նորմալ չեն ընդունվի, կասեին դե լավ, դե չափազանցնենք, դուք համոզվել եք, որ նա դա անում է եւ միշտ արել է եւ շարունակում է անել եւ այս առումով ԱԳՆ-ի հայտարարությունը ուղղակիորեն ձեզ թմրեցնելու միջոց է, որպեսզի դուք դրա դեմ չպայքարեք, դրա դեմ չընդվզեք, դրա դեմ չփորձեք որևէ կերպ հակազդեցություն ցուցաբերել, իսկ ովքեր որ ցուցաբերում են ձեր աչքի առաջ շոուներով, մասկի շոուներով այդ մարդկանց ձերբակալում են, ասենք Բագրատ Սրբազանին կարծես թե 37 տարի է սպառնում իբր հեղաշրջման փորձի համար, բայց ամբողջ խնդիրը նրանումն է, որ մեր լռությունը, մեր որևէ կերպ չմիջամտելը, մեր չհակազդելը, մեր հանրության կողմից այս մոտեցումը, որ դե ամեն ինչ նորմալ կլինի, այս բանի ջայլամի քաղաքականությունը պատճառն է նրա ինչ տեղի ունենում մեզ հետ, հարգելի հայրենակիցներ։ Սրա պատճառը հենց դա է, որովհետև մենք չենք ընդվզում համապատասխան կերպ, որպեսզի կանգնեցնենք այս չարիքի գործողությունները եւ այս անտարբերությամբ, այս չընդվզելով այս խնդիրները առաջանում են։ Դրա համար Հայաստանի դիրքերն են թուլանում, դրա համար այս ոչ մեկը, այս ոչինչը գնում է եւ սրանց մոտ ինչ ուզում խոստանում է, որովհետեւ տեսնում է, որ ընդվզում չկա, անտարբերություն է եւ այդ անտարբերության հիմքում է մեր բոլոր խնդիրները։ Ու այս խնդիրը ամեն օր մետր մոտենում է մեր տներին, մոտենալու է մեր ընտանիքներին, մոտենալու է մեր բնակարաններին, մեր առանձնատներին։ Մենք պետք է սրա մասին շատ խորը մտածենք եւ հասկանանք, որ այս մոտեցման մենք գնում ենք կործանմա։ Մենք կանգնած ենք անդունդի եզրին, որովհետեւ կա անտարբերություն, կա հիասթափություն, հասկանալի է պատերազմ, այս խեղկատակի այս պահվածքը թշնամիների առաջ, ցեղասպանության ժխտումը եւ այո մի քանի ձախողված փորձեր սրան հեռացնելու բերել են անտարբերության, ինչը շատ վատ է եւ այս անտարբերությունը հանգեցնելու է այն իրավիճակին, որ մենք ամբողջականապես ենթարկվելու ենք կապիտուլյացիայի, որովհետև մենք չունենք առաջնորդ, որը փորձում է հայանպաստ լուծումներ գտնել այս երկրի համար, այլ ունենք մի մարդ, ով փորձում է սպասարկել Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները։ Էլ չեմ խոսելու հիմա, ասենք, տարածաշրջանի վտանգների մասին, դա առանձին թեմա է, բայց այն ինչ այսօր տեղի ունենում իր Թուրքիայի այցելությունը եւ Թուրքիայի այցելությունին զուգահեռ այս գործողությունները, որ իրականացվում է, ամբողջությամբ պատկերն է նրա, որ մենք գնում ենք ուղղակիորեն դեպի կործանում եւ այս խնդիրը գալու է յուրաքանչյուրիս տուն, հարգելի հայրենակիցներ, սա ինչ որտեղ հերվում չի, ինչ որ սարերում չի, ինչ որ հեռավոր գյուղերում չի, սա մեր տան մոտ է եւ շատ շուտով մենք դա մեր դռան առաջ տեսնելու ենք, հետո մտնելու է այս ամեն ինչը մեր տունը գալու, ցավոք սրտի, եւ այս պարագայում միակ լուծումը, որպեսզի մենք կարողանանք կանգնեցնել այս գործընթացը, դա միասնությունն է, որի մասին մենք խոսում ենք անընդհատ, անընդմեջ, ամեն ուրեք եւ բոլորի հետ, դուք գիտեք, որ մենք դեկլարացիայի առաջարկ ենք արել, հռչակագրի առաջարկ ենք արել ընդդիմադիր բոլոր ուժերին համախմբվել մեկ հռչակագրի շուրջ, որով կարձանագրվի, որ բոլոր ընդդիմադիր ուժերը, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, արտահերթ կամ հերթական ընտրություններին իրենց քվեները
տալու են ամենաշատ ընդդիմադիր ձայներ հավաքած ուժին, որպեսզի երաշխավորվի իշխանափոխություն Հայաստանում եւ կանգնեցվի այս գործընթացը։ Մենք սա այս առաջարկը բաց է, այս առաջարկի շուրջ գնում են բանակցություններ տարբեր ուժերի հետ, մենք կներկայացնենք արդյունքների մասին, բայց մեր հռչակագրի նպատակը հենց միասնությունն է, այսինքն միավորվել ընդդիմադիր ուժերով մեկ գաղափարի շուրջ, իշխանափոխություն իրականացնել եւ հեռացնել սրանց իշխանությունից։ Սրա համար արտահերտ կամ հերթական ընտրություններին բոլոր քվեները, որոնք որ կհավաքեն ընդդիմադիր ուժերը, կմիավորվեն միայն մեկ նպատակով քվորում ապահովել ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժի համար, որը արդարացի լուծում է եւ որը կերաշխավորի, որ մենք կունենանք իշխանափոխություն Հայաստանում եւ կկարողանանք կանգնեցնել այս գործընթացը, որը տեղի է ունենում, եւ այս անտարբերությունը պետք է փոխարինենք միասնությամբ, հիասթափությունը պետք է փոխարինենք մտքի ուժով, պետք է ամբողջությամբ կոնսոլիդացնենք մեր ժողովրդի ներուժը եւ միասնաբար դուրս շպրտենք այն մարդկանց, ովքեր չեն ծառայում ուղղակիորեն, չեն ծառայում Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ պետականությանը, այլ փորձում են հաճոյացնել կամ չգիտեմ, թող լինի գործակալական, ուրեմն ծառայություններ մատուցեն մեզ ցեղասպանած, մեր դեմ ագրեսիա իրագործած, մեր տղաներին սպանած, մեր հողերը գրաված թշնամիների առաջ։ Միասնությունն է, որ միշտ հայ ժողովրդին փրկել է, միասնությունն է, որ ապահովել է մեր պետականության կերտումը եւ այդ միասնության հիմքում նաեւ իհարկե եկեղեցին է, որին մենք պետք է սատար կանգնենք, պաշտպանենք, որովհետեւ հիմա այնիշ տեղի ունենում եկեղեցու հետ, դա քայլ է ուղղակիորեն մեզ հույսից կտրելու եւ դրանով իսկ թուլացնելու մեր պետությունն ու պետականությունը ապամոնտաժելու, այն ապամոնտաժելու նպատակով։ Սա ուղղակի խոսքեր չեն, սա մի դառը ժամանակաշրջան է, որում մենք ապրում ենք եւ ականատես ենք լինում, եւ մեր երեխաները եւ մեր թոռնիկները վաղը մեզանից հարցնելու էին. իսկ ինչ արեցիր դու, որպիսի փրկես մեր պետությունը։ Սիրելի հայրենակիցներ, այս նոտայի վրա թույլ տվեք ավարտեմ եւ եւս մեկ անգամ կոչ եմ անում ընդդիմադիր ուժերին համախմբվել միասնությամբ, միասնականությամբ պայքարել այս չարիքի դեմ, մեր հռչակագրի առաջարկը մնում է ուժի մեջ, մենք բաց ենք բոլոր ընդդիմադիր ուժերի առաջ, բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են պայքարել եւ այս իշխանությունը փոխել, քննարկումների արդյունքները մեր հանրությանը կներկայացնենք, վերջում ուզում եմ խնդրել բաժանորդագրվել, հնարավորության դեպքում տեսանյութը տարածել, որպեսզի հասանելի լինի ավելի լայն զանգվածներին, շնորհակալություն, կհանդիպենք։